Ես չեմ ասում, որ սա միայն սոցիալական իրավունքի պաշտպանության համար հանրահավաք է, թող որևէ մեկի մտքով չանցնի այս ամեն ինչը այդպես ներկայացնելու, դա դադարեցնելով անգամ զրկվում ենք հայրենիքում, մեծ հայրենիքում ապրելու հնարավորություն։ Աջակցության ընդհատումը բերելու է աղետալի հետևանքների արցախցիների համար։ Ցանկալի է իրենց համար, որ այդ հավաքական ներկայությունը արցախցիների Հայաստանի Հանրապետությունում չապահովի։ Բնակարանային ապահովման ծրագիրը որևէ ձևով չի խթանում արցախցիների հավաքականության պահպանությունը։ Այս կառավարությունը որդեգրել է ուրեմն Արցախի թեման փակելու, Արցախի էջը մեկընդմիշտ փակելու, Արցախի ժողովրդի վերադարձի հարցը փակելու քաղաքականություն։ Շատ հաճախ այդ միջազգային գործընկերները հենց այդ հարցն են առաջ մղում, բա ուր է Հայաստանը։ Իրենք տեսնում են եւ նաեւ դրա մասին խոսում են, որ գերիների վերադարձը պետք է լինի, պետք է հետևի խաղաղության հաստատմանը, իսկ դա ցնորք է։ Տարուկես եղբայր քույր եւ հայրենակից բառերով կերակրել եք, բայց արդյոք սա է եղբոր եւ քրոջ կամ հայրենակցի ձեր ընկալումը։ Վաղը արցախցիները մեծ հանրահավաք են նախատեսել Երևանում։ Հիմնական պահանջը վերաբերում է խախտված իրավունքներին։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր հատկապես որ իրավունքների խախտման մասին է խոսքը եւ ինչու է ովքեր են Հայաստանում խախտում արցախցիների իրավունքները։ Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ստեփանյան, եւ այսպես դրանից է սկսենք։ Այդ գլխավոր նպատակը հանրահավաքի ու մեսիջը ո՞րն է, եւ ինչու հենց հանրահավաք, տեսեք, առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ, երբ առանց այլ բռնագաղթի, էթնիկ զտման, հիմա էլ զրկանքների միջով անցնող մարդիկ, Արցախ մեր հայրենակիցները, հանրահավաքի միջոցով են իրենց հայրենիքի մի հատվածում, Երևանի կենտրոնում տարօրինակ է բարձրացնում իրենց խնդիրները։ Շատ կարևոր շեշտադրումով սկսեցիք հարցը, այո, ցավալիորեն դա իրողություն է, որ հարցը հասել է նրան, որ այդ իրավունքները բարձրաձայնելու կամ դրանց պաշտպանելու կամ առաջ մղելու ուղղությամբ այլ տարբերակ քան հանրահավաք կազմակերպելը չի մնացել, ինչի չի մնացել, փորձեմ պարզաբանեմ։ Այս 1.5 տարվա ընթացքում, ինչ բռի տեղահանությունից հետո գտնում ենք Հայաստանի Հանրապետությունում տարբեր իրավունքների, ընդ որում խոսքը սոցիալ-տնտեսական իրավունքների մասին է, խոսքը վերադարձի իրավունքի մասին է, պատմամշակութային ժառանգությունը Արցախում պաշտպանելու իրավունքի մասին է, տարբեր, այսինքն բոլոր իրավունքները ներառյալ այդ իրավունքների պաշտպանության հարցով տարբեր ձևաչափերով միշտ էլ պահանջ, խնդրագրեր, հորդորներ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը համապատասխան մարմիններին, գերիների հարցով, բայց մենք տեսել ենք, որ այդ ամեն ինչը իր հասցեատիրոջը չի հասնում, այսինքն ֆորմալ առումով հասնում է, բայց որևէ արդյունքի չի բերում եւ ժողովրդի համար հատկապես այս ապրիլ ամսվանից դադարեցվող այդ սոցիալական աջակցության ծրագրերի դադարեցումը այդ տրիգերն է եղել, այսպես ասած, որ պետք է հավաքվել եւ ի վերջո դեր կանգնել բոլոր իրավունքներին։ Ես չեմ ասում, որ սա միայն սոցիալական իրավունքի պաշտպանության համար հանրահավաք է, թող որևէ մեկի մտքով չանցնի այս ամեն ինչը այդպես ներկայացնելու, բայց այն որ ասում են, որ դանակը հասել է ոսկորին, երբ որ դա դադարեցնելով անգամ զրկվում ենք հայրենիքում, մեծ հայրենիքում ապրելու հնարավորությունից, որտեղ դա միանշանակ բերելու է արտագաղթի արցախցիների շրջանում, իսկ մյուս բոլոր իրավունքները վերադարձ լինի եւ այլ այսպես թե այնպես փոխկապակցված են մեր Հայաստանի Հանրապետությունում ապրելու հետ։ Մնալ հետո միանշանակ պետք է մնալ, պետք է պահպանել հավաքականությունը, պետք է պահպանել ինքնությունը, հայկական ինքնության այդ արցախյան առանձնահատկությունները, որ այդ պարարտ հողը ձևավորված լինի եւ շարունակվի առաջ մղվել վերադարձի իրավունքը։ Այդ եկեք հերթով գնանք, սոցիալ-տնտեսական ասացիք ապրիլ, որն այս սոցիալական աջակցության կրճատման նպատակը դուք ինչ եք դրա տակ տեսնում։ Տեսեք, մի կողմից Հայաստանի բյուջեն միթե այդքան վատ վիճակում է, եթե այդ գծով շարժվենք, որ կամ որ կրճատում են, կամ արդյոք կառավարությունը հաշվարկել է, որ արցախցիները այս կար ժամանակում վիճակները բարելավեց, աշխատանք գտան եւ այլն։ Շատերը նաեւ իմ հյուրերից այստեղ քաղաքական նպատակներ են տեսնում։ Ընդհանուր ասում են, որ այսպես է արվում միտումնավոր, որ արցախցիները հեռանան Հայաստանից։ Դուք ինչ պատճառ եք։ Ես չէի ասի, որ բյուջեի վիճակը այնքան վատ է, նախ պետք է հասկանալ, որ ըստ էության տրամադրվող այս պահի դրությամբ արցախցիներին տրամադրվող միակ աջակցությունն է այսպես կոչված 40+10,000-ի աջակցության ծրագիրն է, որին շահառու է շուրջ 100,000 մարդ
եւ որը մեծ հաշվով այդ մեծ ծանրաբեռնվածություն չի բյուջեի համար եւ եկեք ֆիքսենք նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները երբևէ հղում չեն անում, որ ֆինանսական պատճառով է դադարեցվում, այսինքն ես մի քանի հանդիպումների ժամանակ ուղիղ հարց եմ տվել, որն է պատճառը դադարեցման, արդյոք ֆինանսական կարողությունների սահմանափակությունն է, որ բերել է դրան։ Իդեպ չէ, կներեք, ընդհատեմ, հիշենք, որ դրանից տասնապատիկ ավելի գումար Արցախի Հանրապետության գոյության ժամանակ արդեն տրվում էր։ Այո, բայց ասեն պատասխանը որն էր, իրենք երբևէ չեն ասում, որ դա ֆինանսական ուրեմն խնդիրների պատճառ է, այլ նշում են, որ այդ քայլով նաև մի քանի օր առաջ ազգային ժողովում ուրեմն Նարեկ Մկրտչյանը խոսեց դրա մասին, որ դրանով մոտիվացիա են ստեղծում, որ արցախցիները աշխատեն, եւ երկրորդ դրանով դրթում են մարդկանց, որ օգտվեն այսպես կոչված երկարաժամկետ բնակարանային ապահովման ծրագրից, բայց սա որպես մոտեցում, անընդունելի մոտեցում է միջազգային որևէ ստանդարտի չի համապատասխանում, երբ որ մարդուն պետք է փաստի առաջ կանգնեցնես, նրան դրթելով այս կամ հատկապես խոցելի կարգավիճակում գտնվող աշխատողը կներեք, աշխատանք գտնում է աշխատում է, չէ՞։ Այո, ով որ ունակ է։ Աշխատանքի մասով ասեմ, աշխատանքի մասով վերջին տվյալներով շուրջ 25000 գրանցված աշխատող կա արցախցիներից Հայաստանի Հանրապետությունում, որոնց միջին աշխատավարձը կազմում է շուրջ 150,000 դրամ, այսինքն հայաստանցիների, այսպես հարաբերական այդ բառը օգտագործեմ, միջին աշխատավարձը ավելի բարձր է, շուրջ 250-280, իսկ արցախցիների շրջանում ցածր է, ինչով է պայմանավորված սա, որովհետև հիմնականում ազատ աշխատատեղերը ավելի ցածր վարձատրվող աշխատատեղերն էին եւ արցախցիները ըստ էության լրացրել են այդ աշխատատեղերը։ Ինչի համար եմ սա նշում, որովհետև անգամ աշխատող ընտանիքները, աշխատող անձինք չունեն այդ հնարավորությունը, որ կարողանան իրենց աշխատավարձով եւ իրենց սննդի եւ կեցության հարցերը լուծեն եւ միաժամանակ նաեւ բնակարանային ապահովման եւ կոմունալ ծառայությունների հարցերը լուծեն։ Այսինքն այս մոտեցումը իմիջիալոց սա միայն մեր արցախցիների մոտեցումը չի։ Ես ծանոթ եմ բազմաթիվ զեկույցների Հայաստանի Հանրապետություն գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների, որոնք որ հստակ արձանագրում են, որ այդ աջակցության ընդհատումը բերելու է աղետալի հետևանքների արցախցիների համար, փախստական կամ տեղահանված անձանց համար, բայց տեսնում ենք, որ ականջալուր չեն լինում, իրենք առաջ են մղում իրենց օրակարգը եւ օրինակ ինչ են ասում է ժամանակին քաշաթաղցիների կամ շահումյանցիների համար այդ գործարկված բնակարանային ապահովման ծրագիրը, մենք դա կառավարության որոշման թվով ասում ենք 169L ծրագիրը, երկար ժամանակ որևէ մեկը չէր օգտվում, հետո բոլորը սկսեցին օգտվել, այսինքն իրենք մտածում են, որ այս պայմաններում պետք է մարդկանց կանգնեցնել այն փաստի առաջ, որ եւ դրթել, որ գնան օգտվեն բնակարանային ապահովման երկարաժամկետ ծրագրից, առանց հաշվի առնելով, որ այդ ծրագիրը իրապես չի համապատասխանում Այստեղ արտագաղթի վտանգ տեսնում եք, ընդհանրապես նպատակ այս պարագայում տեսեք, ասում եք սոցիալականը չի, իրենց ասածն դա է, ձեր կարծիքով որն է։ Քաղաքական նպատակ տեսնում եք, եթե իհարկե ձեր մանդատը ձեզ թույլ է տալիս այդպիսի հայտարարություն։ Մի մանդատը այլևս ամեն ինչ է թույլ տալիս, եթե մեծ հաշվով դրված է արցախցիների հավաքական իրավունքների խախտման հարցը, այո, մենք գալիս ենք այդ համոզման եւ սա ոչ թե մեր կապարանոց օդից վերցրած որևէ եզրահանգում է, այլ եթե անընդհատ խոսում ենք, առաջարկում ենք, խնդրում ենք եւ չի լուծվում, ուրեմն կա քաղաքական բաղադրիչ էս ամեն ինչի եւ այո, գալիս ենք այն եզրահանգման, որ նաեւ ամեն ինչ տանում է դրան, որ ցանկալի է իրենց համար, որ այդ հավաքական ներկայությունը արցախցիների Հայաստանի Հանրապետությունում չապահովի։ Իհարկե առաջիկայինն է, որ իշխանություններ մի ունեցեք այստեղ, հիշում ենք, սկիզբը հիշում ենք։ Այո, հյուրի պես պահեք ձեզ եւ այլ այդ արտահայտությունները Ինչի համար եմ նաև սա ասում, օրինակ նույն տեսեք բնակարանային ապահովման ծրագիրը որևէ ձևով չի խթանում արցախցիների հավաքականության պահպանությունը, որևէ ձևով։ Այսինքն, երբ որ սկզբից քննարկումներ էր ընթանում, մեր առաջնային պահանջներից, խնդրանքներից մեկն այն էր, որ հնարավորինս կոմպակտ բնակություն ստեղծեն արցախցիներին, այո, թաղամասեր կլինի տարբեր համայնքներում, արցախյան համայնքների հավաքական ներկայություն եւ այլ Ինչի համար ենք սա ասում, նախ մշակութային կապերի պահպանությունը, սոցիալական կապերի պահպանությունը, ինչը շատ ավելի հեշտությամբ թույլ կտար մարդկանց ինտեգրվել, այսպես ասած, նոր միջավայրին, եւ որևէ ձևով որևէ քայլ այս ուղղությամբ չարվեց, չի արվում,
նաև քաղաքական նպատակներով։ Ասում են համժողովրդական մարզերում տարբեր ծրված առաջարկներ։ Եվ ինչ են իրենք ասում են մենք ձեզ ազատություն ենք տվել ընտրելու որտեղ ապրեք, եթե ուզում եք միասին ապրեք, գնացեք, բայց միասին ինչպես է, եթե Հայաստանի Հանրապետությունում չկա համայնք օրինակ, որ միանգամից այդ համայնքում 50-60 ազատ բնակարան կարողանաս գտնել, գյուղական բնակավայրերի մասին է, որտեղ այդ ծրագրով միայն մեծ հաշվով գյուղական բնակավայրերում կարող ես տուն գտնել։ Շատ ավելի լավ կլիներ, որ այդ ազատությունը չտրվի, այլ ավելի բարձր գաղափարի համար, Արցախի ժողովրդի հավաքականությունը պահպանելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, ինչը չի արվել։ Դա արտահայտվում է նաև նրանով, որ Արցախի մշակութային որևէ կառույց Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունը շարունակելու համար պետական որևէ աջակցություն չի ստացել։ Խոսում ենք թատրոնի օրներ 3, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնը, որը բավականին լավ կազմ ուներ այդ պոտենցիալը պահպանվելու, միթե հնարավոր չէր գոնե սիմվոլիկ դա պահպանել, որը նաև կդառնար այդ հավաքող ինչ-որ մի բան, ինչ-որ մի օջախ, որտեղ մենք կկարողանայինք անընդհատ պահպանել, կամ Արցախի պետական համալսարանի միթե հնարավոր չէր դարձնել արցախագիտության ինչ-որ գիտական կենտրոն կամ ոչ մի բան չի արվել։ Բազում բաներ կա, օրինակ մեզ խոսեմ կարճ մեր գործընկերների մասին, նույն Արցախի հանրային հեռուստատեսությունը, ես ամաչում Արցախի հանրային հեռուստատեսությունը բար է հավաքում, իր գոյությունը պահելու մեծ բան չէ դա պահելը։ Սոցիալական անցնենք վերադարձին, հա, տեսեք Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կետերից վիճելի կետերից մեկը շատ քննարկված է միջազգային դատական հայցից հրաժարումն էր, որը բոլորը գիտեն, որ առյուծի բաժինը Արցախին ու արցախցիներին էր վերաբերում այդ բաների, չէ՞, էթնիկ զտում եւ վերադարձ եւ այլն։ Հիմա սրանով ինչ կարող ենք ասել, Փաշինյանը իշխանությունը մեկընդմիշտ փակում է այդ վերադարձի, ընդհանրապես Արցախի թեման, ոնց որ վերջին դուրն է փակում սրանով։ Միանշանակ մենք այլ բան մտածելու ոչ հիմք ունենք, այսինքն եւ չեն էլ թաքցնում, ուղիղ են ասում, ինչ է նշանակում մենք չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը, ինչ է նշանակում հայցերի հետ կանչում, վերադարձի մասին չխոսելը, այս ամեն ինչը խոսում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որում Արցախը եւ մեր ազգային շահերը արտահայտող այլ կարևորություն ունեցող հարցեր չկան։ Խոսում է այն մասին, որ այո, այս կառավարությունը որդեգրել է ուրեմն Արցախի թեման փակելու, Արցախի էջը մեկընդմիշտ փակելու, Արցախի ժողովրդի վերադարձի հարցը փակելու քաղաքականություն։ Եվ ես այո տարբեր առիթներով նշում եմ, որ սա ըստ էության 150,000 մարդու խախտված իրավունքների վրա կառուցված այսպես կոչված կառուցված խաղաղություն է, որը իմ անձնական կարծիքով եւ նաեւ տեսնում ենք ադրբեջանական կողմի պահվածքը, որ այդպես էլ չի կառուցվում եւ չի կառուցվելու, ընդհանրապես ամեն անգամ ինչ որ նոր զիջումներ, նոր պահանջներ է Ադրբեջանը առաջ քաշելու։ Հայցերից հրաժարման մասին, գիտեք, մենք հասել ենք այնպիսի իրավիճակի, երբ որ ցանկացած հարցի շուրջ եւ շահառուները եւ իրավապաշտպանները բարձրաձայնում են, բայց դա որևէ արդյունքի չի հասնում, որևէ, այսինքն կառավարությունը որևէ ականջալուր պահվածք չի ցուցաբերում, նույն հայցերից հետ կաշման մասին։ Ես չգիտեմ Հայաստանի Հանրապետություն որևէ իրավապաշտպան կազմակերպություն կամ Սփյուռքի կազմակերպություններ, որոնք դեմ չարտահայտվեին սրա։ Քաղաքական ուժեր նաեւ Այո, քաղաքական ուժերը, բայց եթե օրինակ քաղաքական ուժերի հայտարարությունը կարող է քաղաքական դիտվել, իրավապաշտպաններին է մասնագիտական գնահատական։ Դա միջազգային իրավունքի, հումանիտար իրավունքի հարց է։ Այո, եթե պետությունը, կառավարությունը թքած ունի մասնագիտական համայնքի գրեթե միաձայն, ինչի գրեթե միաձայն արտահայտած դիրքորոշմանը եւ գնում է հայցերը հետ կանչելու ճանապարհով, ինչի մասին կարող ենք խոսել։ Այսինքն սա մի իրավիճակ է, երբ որ որևէ ձևով քո խոսքը տեղ չի հասնում եւ նաեւ հանրահավաքը այդ հավաքական պահանջ ներկայացնելու եւս մի այսպիսի գործողություն։ Իսկ մենք կառավարության եւ աշխարհին ինչ որ պահանջ ունենք, ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ կոնկրետ նույն վերադարձի իրավունքի մասով, ինչու ոչ նաեւ սոցիալ-տնտեսական իրավունքների մասով, իհարկե առաջին հասցեատերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, բայց նաեւ Հայաստանի Հանրապետությունում ուրեմն հավատարմագրված դեսպանատներն էլ, դեսպանատների աշխատակիցներն էլ հետևելու են միանշանակ այդ հանրահավաքին եւ
կտեսնեն ուղերձը, որտեղ գիտեք, պարբերաբար տարբեր Արցախի տարբեր ներկայացուցիչների, որոնք ոչ թե պետական կամ իշխանական շրջանակների ներկայացուցիչների, այլ այստեղից այնտեղից փոկած այսպես տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներ, թե դեսպանատները, թե կառավարության ինչ որ լիազոր տարբեր մարմիններ ունենում են եւ փորձում են դա ներկայացնել որպես, այսպես ասած, արցախցիների հավաքական ձայն։ Հանրահավաքը կասի թե այդ մարդիկ ինչ պահանջներ են առաջ մղում, ինչ պահանջներ են դնում եւ որ իրավունքներն են իրենց համար կարեւոր։ Աստիճան այդ հայցերի հետ քաշման համատեքստում, եթե կարծեմ, չեմ սխալվում, դուք էլ եկեք միտք արտել կամ որ հնար չի բացառվում արցախցիների անհատական, հա, հայցադիմումներ միջազգային ատյան դատարաններ։ Սա որքանով, ասենք, ռեալ արդյունավետ է, թե բնականաբար պետական դիմումը այլ է, սա այլ է։ Կարող է նման process-ը իրականացնել։ Իհարկե, բայց խոսքը մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասին է, որովհետև մյուս դատարանում, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, այո, միայն պետությունը կարող է գանգատ ներկայացնել, անհատական գանգատի հնարավորություն չկա, բայց անգամ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարագայում մենք պետք է հաշվի առնենք, որ նախ հնարավոր է, որ դատարանը դիտարկի վաղեմության ժամկետի հարց, չնայած մենք մեր քննարկումների ժամանակ գալիս ենք այն եզրահանգման, որ քանի դեռ պետության կողմից այդ իրավունքները ներկայացված էին դատարան, ժողովուրդը կարող էր անհատական գանգատներ չտանել եւ դատարանի կարելի է համոզել, որ անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ որ պետությունը հետ է քաշել իր պահանջները, դրա համար այլ տարբերական մեր իրավունքների պաշտպանություն անհատական գանգատներով չկա, բայց պետք է նաեւ հասկանալ, որ խոսքը 100 հազարավոր մարդկանց խախտված իրավունքի մասին է եւ անհատական գանգատներով դա մի ահռելի աշխատանք եւ ուղղակի չգիտեմ ինչպիսի մեծ ռեսուրսներ է պետք լինելու որպեսզի դա արվի։ Հիմա մենք օրինակ Արցախում ավերված գույքի մասով մի քանի 100 գանգատներ ներկայացրել ենք Եվրոպական դատարան, մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Կոնկրետ մարդկանց գույքի մասին է խոսքը։ Այո, այսինքն այն գույքը, որ մենք կարողանում ենք տեսանյութերով ասել, որ ավերվել է, փաստագրել, դրանց մասով դատարան ներկայացվել է ու շարունակվում է աշխատանք այդ ուղղությամբ եւ պետք է ասեմ, որ շատ ժամանակատար աշխատանք է եւ 100 հազարավորների դեպքում դա ուղղակի շատ մեծ ծանրաբեռնվածություն է եւ սրանով է պայմանավորված, որ իրավապաշտպան համայնքը անընդհատ պնդում էր դրա վրա, որ պետությունը չպետք է հետ քաշի կոնկրետ հայցը։ Այդ մի ճշգրտում Հայաստանի որոշումը ու այսպես քաղաքական է իշխանության որոշումը հայցերը օրինակ վերադարձի մասով, հա, հետ քաշելու չէ, կա վճիռ դրա մասին, ապահովելը Հայաստանի այս որոշումը, եթե նայենք միջազգային իրավունքի տեսակետից, ինքը այդքան իրավազոր է, որ ընդհանրապես միջազգային իրավունքի առումով փակի այդ հարցը, թե դա անընդհատ այլ սուբյեկտներ, աշխարհը մի որոշ ժամանակ հետո կարող են դա բարձրացնել, դա մեկընդմիշտ փակվում է, դա եմ ուզում հասկանալ։ Չէ, կոնկրետ վերադարձի մասով միջազգային դատական ատյանում ամրագրումը կատարվել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից քննվող գործի շրջանակներում, գործը ներկայացված է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կողմից այդ հարցի հետ քաշումը մեզ զրկելու է իրավական ճանապարհով հավելյալ ուժեղ փաստաթուղթ ունենալու հնարավորությունից, ինչ վերաբերում է քաղաքական, եկեք տարբերակենք իրավական եւ քաղաքական, ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին վերադարձի հետ կապված, չի վերանալու, բայց ելի եմ ասում, ես զրկելու է իրավական լուրջ հիմնավորումներ ունենալու հնարավորությունից։ Որը չի խանգարի, չէր խանգարի քաղաքականին կոպիտ ասած։ Միանշանակ ոչ թե չէր խանգարի, այլ հակառակը կուժեղացնի կամ ամրապնդի, որովհետև ցանկացած process-ում էլ եթե ունենում ես այդ իրավական ուժեղ խաղակարտը, միշտ ավելի օրինակ բերեմ, Շվեյցարիայի խորհրդարանում ընդունված այդ բանաձևի հիմքում նաև դրված է եղել այդ իրավական փաստաթղթերը կամ այլ պետությունների, այլ Եվրոպական միության, այլ կազմակերպությունների կողմից ընդունված համապատասխան բանաձևերը մեկը մյուսի վրա է կառուցվում եւ ամեն նոր հաջողություն
հիմք է ընդունում նախորդիվ գրանցած հաջողությունների։ Եթե Հայաստանի Հանրապետության կողմից այդ հարցը առաջ չի մղվում, մեր գործը բազմակի անգամ դժվարանում է, որովհետև շատ հաճախ այդ միջազգային գործընկերները հենց այդ հարցն են առաջ մղում, բա ուր է Հայաստանը։ Այսինքն մի երկիր, որը որ 30 տարի շարունակ իրեն հայտարարել է այդ ժողովրդի երաշխավորը, իրավունքների երաշխավորը, մի երկիր, որը որ եղել է փաստացի եւ իրավաբանորեն բանակցային կողմը այդ հարցով, հիմա չի ներգրավում, մեզնից ինչ եք սպասում։ Այդ պարագայում կնեք դրա մեջ մի հարց էր, այս պարագայում օրինակ Վարդան Օսկանյանեն հանձնախումբը ինչ վիճակում կա այդ մարդիկ գնում են մայրաքաղաքներ, չէ, շփվում են նաև պետական կառույցները, իրենց այլևս այս հետ քաշումից հետո եթե այն ժամանակ ինչ պետք է ասեն այդ մարդկանց։ Այո, շատ բարդ իրավիճակում ենք այդ առումով հայտնվելու, չնայած հիմա էլ մեծ հաշվով եթե քաղաքական մակարդակում Հայաստանի Հանրապետության կողմից հարցը չի քննարկվում, այս իմ ասած հարցը ուր է Հայաստանը հարցը միշտ էլ առաջանում է եւ առաջանալու է եւ մենք փորձում ենք իրավիճակային այսպիսի լուծում ասել, որ պարտավորությունը իրավունքների պաշտպանության բոլորին է միջազգային հանրությանը եւ ակնկալում ենք որ օրինակ նույն Շվեյցարիայի պարագայում այդ գիտակցումը իրենց խորհրդարանականների մոտ կար, որ սա ոչ միայն Հայաստանի հարցն է, այլ նաեւ Շվեյցարիայի որպես իրավունքի գերակայությամբ առաջնորդող պետություն եւ դրա համար էլ հաջողություն ունեցանք եւ կարծում եմ հաջորդ թիվ կարողանանք նաեւ այլ պետություններում ունենալ, բայց չունենալ Հայաստանի Հանրապետության գործուն եւ շահագիր ներգրավվածություն այս հարցում մեր դիրքերը շատ է թուլացնում։ Այսինքն կարող ենք ամփոփել այս մասը, որ օրինակ եթե համաձայնագիրը ստորագրվի ու վավերացվի խաղաղության այդ կետերով, Հայաստանի գալիք իշխանությունն էլ է զրկվում այդ իրավական զենքից, ճիշտ եմ հասկանում։ Հույսը դնում են քաղաքական եւ այլ, դաշնակիցներ իրավիճակի վրա աշխարհի կոպիտ վերադարձի մասով նկատում։ Դե ամեն դեպքում որքան որ իմ մեր քննարկումներն է ցույց տալիս, այո, հրաժարվելու դեպքում նոր իշխանություններն էլ չեն կարողանալ նոր հայցեր ներկայացնել կամ օգտագործել այդ իրավական խաղակարգը։ Այսինքն չեղար այն վճռի բանը նույն հարցով երկրորդ անգամ ոնց որ թե չես կարող դիմել, չէ, ու հենց նաև դա է պատճառը, որ նաև իրավապաշտպանները ես հետևել եմ իրենց հայտարարություններում նշում են, որ սա անդառնալի վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետության իմիջին, հեղինակությանը որպես պետության, այսինքն երբ որ պետությունը իրավունքի պաշտպանության դիրքերից նահանջում է, հատկապես հազարավոր մարդկանց իրավունքի պաշտպանության դիրքերից, այլևս միջազգային հարթակում ինքը դառնում է այնպիսի մի երկիր, որը բոլորի աչքում այնպիսին է, որ թքած ունի իրավունքների պաշտպանության վրա, իրավական գերակայությունների վրա։ Այսինքն հաջորդ իշխանությունների կամ հաջորդ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն նաև այդ հնարավորությունը չի ունենալու այդ հարցերով։ Մանավանդ ֆիքսված է, չէ՞, նաև այդ թղթում, որ հաջորդիվ ներկայացվելիք հայցեր չպետք է լինեն։ Այդ պարագայում ուրեմն դատարկ է դառնում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, պարոն Ստեփանյան։ Չէ՞ որ իշխանությունը դա հիմնավորում էր, ասում էր, երբ որ մեղադրում են, մենք չենք արել Պուտինին բռնենք, մենք արել ենք, որ Ադրբեջանի օրինակ ռազմական հանցագործությունները սրանով փորձենք պատժել եւ այլն, այսինքն դա ինչ դարձավ այդ։ Այո, փաստացի այդպիսի պաշտոնական հիմնավորում կար եւ հույս էր ներշնչում, որ նաեւ այդ դատարանի օգտագործման պատասխանատվության կենթարկվի Ադրբեջանը եւ Ադրբեջանի տարբեր պաշտոնատար անձինք, բայց չունենք որևէ պետական հայց ներկայացված չկա, եթե չեմ սխալվում միջազգային քրեական դատարան այս պահին 3 դիմում կա ներկայացված, որոնցից մեկի հեղինակ կամ դիմումատուն նաև ես եմ Արտակ Բեգլարյանի հետ միասին, բայց պետական որևէ աշխատանք այս ուղղությամբ չկա, չի էլ պատրաստվում, չեն օգտագործել, այսինքն, կոպիտ ասած ինչի համար բանը, եւ վերջում տեսեք տպավորություն կա, դուք դրա մի տեսակ հակատրամաբանականն է։ Տպավորություն կա, որ Արցախի հետ կապված ամեն ինչ վերևի օղակներից մինչև ներքև ուզում են նեգատիվ ներկայացնել, միշտ մեղմ ասում են, նույն օրինակ վերջը օրինակ երեք Գյումրու քաղաքապետն ընդամենը թեկնածուն ինչ էր ասում, որ մարդիկ Արցախը դա գիրեք ինչ տեղեր վախենալու, փող էին տալիս, որ չգնա, այլ չասեմ Ղարաբաղյան շարժումը Փաշինյանի վերջի ասած ավարտել ենք, այլ ինչն է, ախր մի բացատրություն պետք է ունենա, եթե իրենք ասում են Արցախը բեռ է, հա, ասում էին Հայաստանի համար, չգիտեմ, հիմա չկա, հիմա ինչն է խանգարում, ինչու շարունակել այսպես ներկայացնել, որ կոպիտ ասած
շակերտավոր լուծել եք ձեր հարցերը Ադրբեջանից, սա իմ համայն անում։ Զավեշտը գիտեք որն է, որ այդ նույն մարդիկ, ովքեր հիմա այդպիսի բաներ են ասում, իրար հերթ չտալով գալիս էին ու Արցախում նկարվում էին։ Այո, եւ Արցախի կանգուն ժամանակահատվածում բոլորը ինչ որ կապեր էին փորձում գտնել իրենց Արցախի հետ կապող։ Եվ երբ որ հետևում ես, որ այդ ուրացման վարքագծին ուղղակի հիասթափվում ես մարդկությունից մեծ հաշվով, ինչպես կարելի է այդպես վարվել սեփական հայրենիքի հետ։ Իսկ Արցախը այո, բոլորի հայրենիքն է, միայն արցախցիների հայրենիքը չի։ Ինչով եք խանգարում, լավ այսպես դուք ունեք այդ բացատրությունը, ամեն ինչ պետք է ունենա բացատրություն, չի կարող չէ ուղղակի չսիրել արցախցիներին։ Բացատրությունը մեկն է, նախ ըստ էության բացահայտվում է իրենց էությունը, այսինքն այն ինչ որ կար, նա մաքուրը ջինջը չէր, այսինքն համապատրաստից խոսքը միշտ էլ երևի թե ավելի լավ է, չէ, արտահայտում մարդու եւ նաեւ երեկվա միջադեպը ցույց տվեց, որ այդ մարդը իրապես այդպես է մտածում, այսինքն դա իր էությունն է եւ երկրորդ մեղավորների փնտրտուքն է, այսինքն իրենք անընդհատ ասում են ինչ որ մեղավորներ փնտրելիս ուրիշների վրա Արցախի կորուստի, Արցախի դուք հանձնեցիք եկաք։ Այո, Արցախ նույն Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մնայիք կռվեիք եւ այլ, այդ իրենցից այդ մեղքը ուրեմն ուրիշների վրա գցելու դիսկուրսի մեջ դուրս են տալիս նման արտահայտություններ, ինչը ինչպես ասացի, բացահայտում է իրենց իրական էությունը։ Արցախի տարբեր տեսարժան վայրերում նկարվող եւ Արցախին սեր խոստովանող մարդիկ այսօր այդպիսի արտահայտություններ են անում եւ գալիս է փաստելու, որ այդ սերը իրական չէր, այլ պահի տակ իրենց ինչ որ դիվիդենդներ էր տալիս, դրա համար էլ անում էին։ Հիմա չկա այդ դիվիդենդը, հետեւաբար կարելի է Արցախի մասին ասել ամեն ինչ։ Իսկ ո՞րբանով խանգարում կամ վտանգավոր եք օրինակ Հայաստանում գտնվող արցախցիները եւ նաեւ օրինակ Բաքվի բանտում գտնվողները ճիշտ ասում են ինտենսիվ աշխատում ենք, ցույց չենք տալիս։ Դուք օրինակ ինչ եք կարծում, ինտենսիվ աշխատում են եւ եթե չեն աշխատում, ինչու չեն աշխատում բերելու համար։ Ես տարբեր առիթներով խոսել եմ դրա մասին, որ օքեյ, եթե ասում են, որ ինտենսիվ աշխատում ենք, բայց չեն կարող հրապարակային լինել, լավ գոնե այդ անձանց հարազատները պետք է տեղեկացված լինեն, թե ինչ եք աշխատում, թեկուզ խորհրդապահական կարգով։ Բայց հարազատների հետ շփումները ցույց է տալիս, որ այդ մարդիկ որևէ բանից տեղյակ չեն, այսինքն իրենք չունեն ինֆորմացիա, թե պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ինչ է անում իրենց հարազատներին հետ վերադարձնելու, հայրենադարձնելու ուղղությամբ։ Հետևաբար, ուրեմն ոչ մի բան էլ չի արվում։ Անկարող են անել, թե այլ բան կա, պարոն Ստեփանյան։ Չէ, ասեմ ինչ կա, եւ դա այդ նույն տրամաբանության վերադարձի իրավունքը անտեսելու, մնացած պահանջել անտեսելու տրամաբանության մեջ է։ Իրենք տեսնում են եւ նաեւ դրա մասին խոսում են, որ գերիների վերադարձը պետք է լինի, պետք է հետևի խաղաղության հաստատմանը, իսկ դա ցնորք է, այսինքն եթե դու այս պահին ամենակարևոր պահին առաջ չես քաշում, չես դնում պահանջ, որ միջև այս կարևոր հումանիտար հարցը չլուծվի, մենք չենք գնալու մնացած հարցերի կարգավորմանը, կամ ներառելով այդ նույն փաստաթղթի մեջ, ինչպես օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ էր ներառված, հետագայում ընդհանրապես այդ հնարավորությունը չես ունենալու։ Դա խապկանք է ըստեյության, ստորագրությունով կտա, հա։ Այո, մանավանդ երբ այն պարագայում, երբ Ադրբեջանը նրանց չի դիտարկում որպես գերիներ, այլ դիտարկում է որպես հանցագործներ եւ այսօր շինցու դատավարություններ է կազմակերպում, բայց Հայաստանը չի օգտագործում անգամ այդ միջազգային ճնշում գեներացնելու գործիքները, ընդ որում երբ որ աշխարհում կա այդ ընկալումը, որ այս մարդիկ անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարը ելույթում հստակ նշեց, որ ապօրինի դատապարտված անձանց պետք է Ադրբեջանը վերադարձնի, բայց աշխատանք այդ ուղղությամբ, որ ավելանա միջազգային ճնշում Ադրբեջանի վրա, միջև այն կետը, որ նա ցանկանա վերադարձնել այդ անձանց, չի արվում։ Պետք է խթանող լինի Հայաստանի օրինակ պետությունը։ Այո, եւ դա դիվանագիտական աշխատանք է, որը որ տարբեր պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների միջոցով չի իրականացվում ըստ էության։ Ճիշտ հասկացած ես, որ աշխարհում մեզ դուս ավելի շատ են մտածում, այսպես են արցախցիների վերադարձի ու գերիների վերադարձի մասին, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Մտածելը գոնե մտածում։
Հա, մտածելը, այո, գոնե մտածում են, բայց համենայն դեպս գործողությունները ավելի շատ են, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, եւ դա այսպես ասած թաքուն փաստեր չեն, դա ակնհայտ փաստեր են։ Եթե կա Շվեյցարիայի բանաձև, կա Կանադայի արտգործնախարարի հայտարարություն, կա նույն Թրամփի հայտարարությունը ճիշտ է նախընտրական փուլում, կա Եվրոպական խորհրդարանի բանաձև, կա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշում, եւ ցույց տվեք մի բան, որ եւ կա դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարություն, որ մենք Ղարաբաղյան շարժում չենք շարունակելու, որ վերադարձի արտգործնախարարի հայտարարություն, որ վերադարձի մասին խոսել է Փարիզեցիություն է, եւ մնացածը եւ այո, փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս կարևոր իրավունքների պաշտպանության հարցում անգործություն են ցուցաբերում։ Եվ դրան գումարած այսօր արդեն նաև սոցիալական աջակցության տեսանկյունից։ Չգիտեմ, սա է իրավիճակը եւ այդ հանրահավաքը նաև նպատակ ունի առանց, չգիտեմ, ինչ որ այլ հետին մտքերի բան, ուղիղ ասել, որ գիտեք, տարուկես եղբայր քույր եւ հայրենակից բարերով կերակրել եք, բայց արդյոք սա է եղբոր եւ քրոջ կամ հայրենակցի ձեր ընկալումը։ Արդյոք սա է այն վերաբերմունքը, որին արժանի է 30 տարի հայ մնալու համար պայքարած ժողովրդի, այսպես ասած, սա է այն վերաբերմունքը, որին այս ժողովուրդը արժանի է։ Եվ կարծում եմ մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետությունում մեծ կհասկանան շատ լավ եւ այդ ուղղակի ամեն ձևով ավելի վեր կկանգնեն այդ տարանջատման, արհեստական պառակտման այդ բոլոր խոսակցություններից եւ գործողություններից եւ իրապես կմիանան այդ հանրահավաքին համընդհանուր պահանջները ներկայացնելու համար։ Սպասենք արդյունքներին, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադիր տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։